ձեզ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ 2 օրից Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն 2 տասնյակից ավելի քաղաքական ուժերի միջև։ Այսօր մենք հյուրընկալել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Մարգանուշ Կարապետյանին, ում հետ կզրուցենք կուսակցության ծրագրերից, անվտանգային եւ մի շարք այլ հարցերից։ Բարև ձեզ, Կարապետյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Կարապետյան, ինչու պետք է քաղաքացիները ընտրեն Հայաստանի Եվրոպական կուսակցությանը։ Ես սկսեմ պատմությունից, ինչպես է ստեղծվել մեր կուսակցությունը, բոլոր անդամները հավաքվել են մի գաղափարի շուրջ, թե ինչ պիտի լինի մեր Հայաստանի հետագան, վաղվա օրը մտահոգված այդ հարցով, մի խումբ տղաներ կարելի ասել հավաքվել են, սկսել են խոսել, զրուցել ու որոշում են կայացնել, կազմել կուսակցություն։ Մեր անդամներից ոչ մեկը ինչ որ չի եղել քաղաքնախ իշխանության մեջ, չեն եղել կուսակցական, այսինքն Եվրոպական կուսակցության անդամները մեծ մասամբ ինտելիգենցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական բացասական անցյալ չունենալով, նրանք առաջարկում են գաղափարը առաջ տանել։ Շատ լավ, քարոզարշավի վերջին օրն է այսօր, դուք երեք Գյումրիում էիք, նախ ինչ տպավորություններ ունեք քաղաքացիների հետ շփումներից եւ հետո կարողացաք ձեր խոսքը տեղ հասցնել, ձեր կուսակցության նպատակների մասին ձեր մտքերը հասցնել քաղաքացիներին։ Նախ որոշված էր Գյումրիում ներկայացնել մեր կուսակցության գաղափարը Ռուբեն Հախվերդյանի երգերի միջոցով։ Ռուբեն Հախվերդյանի պայքարը, գիտեք, միշտ եղել է իշխանության անարդարության դեմ ու հենց երգի միջոցով խոսքեր հիմնականում չեն ասվել, երգել է Ռուբեն Հախվերդյանը, ժողովուրդը հավաքվել են, իհարկե սիրում են հիմնականում Գյումրիում, շատ են սիրում Ռուբեն Հախվերդյանին։ Մենք էլ կողքից ոնց որ մեր ներկայությամբ մոտեցել ենք մարդկանց, խոսել ենք, զրուցել ենք առանձին ում հետաքրքրել է իհարկե պարտադիր զրուցել ենք։ Ոնց էր տպավորությունները իրենց հետ, դուք քիչ առաջ ինչ նկարահանում ասում եք, որ անմիջական զրույցի եք բռնվում գյումրեցիների հետ։ Գյումրեցիները հիմնականում Երևանից եկած մարդկանց ավելի վերապահորեն են վերաբերվում զգուշությամբ։ Իհարկե գյումրեցիներին թվում է, որ Գյումրին չի թվում, իրականում դա այդպես է, Գյումրին հետին պլան է մղվել, ոչ մի ուշադրություն հենց մեր կառավարության իշխանության կողմից կոնկրետ Գյումրի քաղաքին շատ քիչ է տրամադրվում, այնտեղ իհարկե շինարարություն չի գնում, ոչ մի կոնկրետ գործողություններ Գյումրին ծաղկեցնելու համար չի կատարվում, իհարկե գյումրեցիները կարելի ասել վիրավորված են, նեղված են անմիջական զրույցի ժամանակ, նամանավանդ մեր Գյումրվա բարբառով, դե ես գյումրեցի եմ, մարդիկ անմիջապես հարազատորեն էին ընդունում ու իհարկե սկսում էին Գյումրվա խնդիրները ներկայացնել ու իհարկե պահանջել, որ այդ խնդիրներին լուծում տրվի։ Տիկին Կարապետյան, ձեր ուժը բացի այն, որ անունը եվրոպական է, ամբողջությամբ կողմ է եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայացնում եք որպես գաղութացման ինչ-որ մի process, այո, նաև գերիների հարցը, պարոն Խզմալյանն էլ ձեր կուսակցության ղեկավարը օրեր առաջ իր հարցազրույցում նշում էր, որ մեր գերիները գտնվում են կրեմլյան գաղութներում, ինչպես եք փոխել Կրեմլի պատանդեն, ինչպես եք փոխելու, ինչպես եք պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, հնարավոր է մենք ի վիճակի ենք։ Տեսեք, կոնկրետ մենք առաջարկում ենք, իհարկե անմիջապես դուրս գալ հապկից, դա հնարավոր է անել իրականում, կան ուղիներ, կան ձևեր, կան ուղիներ դա անելու եւ իհարկե միանալ Եվրոմիության մեծ ընտանիքին, Ամերիկային, այսինքն տեսեք, մենք առաջարկում ենք եվրոպական, ամերիկական մոդելը կյանքի ապրելու, երկիրը կառուցելու, տարբեր ոլորտները աճեցնելու մոդելը վերցնել, կիրառել Հայաստանում։ Այսինքն մենք առաջարկում ենք կոնկրետ Եվրոմիության հետ համապարփակ մեր գործողությունների օգնությամբ երկիրը դուրս հանել ճգնաժամից, վերցնելով իրենց մոդելը, կիրառելով մեզ մոտ։ Իհարկե հրավիրելով մասնագետների անպայման վերապատրաստելով մեր ժողովրդին, մեր մասնագետներին, եթե կա լավ մոդել, որով երկրները բարգավաճում են, ինչու՞ չօգտվել դրանից։
Օրինակ դուք ինչպես եք պատկերացնում Արցախի անվտանգությունը, երբ հիմա ռուս խաղաղապահներ են այնտեղ, դուք առաջարկում եք նրանք գնան գա այլ խաղաղապահ զորախմբում։ Միանշանակ, մինչև այս ոչ մի անգամ եւ պետականացաներ չի հնչել, որ եղել են ահաբեկչություններ եւ մեզ պաշտպանել են կոնկրետ գործողություններով ռուսական խաղաղապահները, չի եղել նման դեպք։ Այսինքն մեր պատերազմի ժամանակ էլ ոչ մի ակտիվ գործողություններ ռուս խաղաղապահների կողմից չի իրականացվել, դրանից հետո էլ մեր սահմանին անմիջապես կանգնած են խաղաղապահները, բայց մեր հայերին կարողանում են գերեվարել անմիջապես հենց հիմա էլ, երբ նրանք կանգնած մեզ պաշտպանում են, չգիտեմ ինչպես են պաշտպանում իրականում ու եթե ռուսները հեռանան, իհարկե մենք ունենանք այլ դաշնակիցներ, որոնք բազմիցս մեզ առաջարկել են եւ Ֆրանսիան տեղակայել իրենց խաղաղապահները մեր սահմաններին։ Օրինակ կոնկրետ Ֆրանսիայի մասով ձեր ընդդիմախոսները կասեն զուտ իրենք հայտարարություններից ավելին չեն անցել, նույնիսկ օրինակ չեն դատապարտել Ադրբեջանի այդ ռազմական գործողությունները Արցախի նկատմամբ, ասում են, որ ընդհանրապես հայտարարություններ են։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ հայտարարությունները գործնական փուլի կգան, կարող են գալ։ Տեսեք, ներկայիս գործող իշխանության կողմից ոչ մի անգամ ակտիվ գործողության կոչ չի եղել։ Կոնկրետ Ֆրանսիային, լավ, եկեք, բերենք ձեր խաղաղապահներին, չի եղել նման բան։ Այսինքն մենք չենք դիմել ակտիվ գործողությունների համար։ Միգուցե դիմենք, տեսնենք կստացվի թե չէ, սկզբից իհարկե լինում է խոսքը, առաջարկությունը, հետո նոր լինում է գործողությունը։ Եթե առաջարկը մենք չենք ընդունել, ինչպես կարող ենք, այսինքն առանց մեր ընդունելու այդ առաջարկը իրենք պիտի բերեն խաղաղապահներին տեղադրեն, դա ասենք խելքին մոտ չի։ Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը ռուսամետ է, որովհետև շատ քիչ են ուժերը, որ եվրոպական քաղաքականության կողմնակից են, եվրոասոցիացիան կողմնակիցն են, դա մատերի վրա նույնիսկ կարելի է հաշվել։ Ինչու է այդպես ձեր կարծիքով։ Դե որովհետև մինչև հիմա մենք մեր կառավարությունը, իշխանությունը մինչև հիմա ղեկավարվել է իհարկե Կրեմլի կողմից իրենց դրածո իշխանության անդամներից, ներկայացուցիչներից ու չէր կարող այդպես չլինել այս պահին։ Այսինքն մենք ունենք կոնկրետ տեխնացուներ, կուսակցություններ, որոնք նույնիսկ մեր ընդդիմությունը, որ հիմա որպես ընդդիմություն է ներկայանում, դա էլ շինծու կազմակերպած կեղծ ընդդիմություն է։ Մենք դրա համար մեր կուսակցության ցանկությունն է, որպեսզի եթե մենք անցնենք կառավար խորհրդարանում կլինի իրոք գործող ընդդիմություն, որը կլինի իրոք ընդդիմություն։ Դուք, չգիտեմ, սոցիոլոգիական հարցումներ պատվիրում է ձեր կուսակցությունը, թե չէ, այլ ուժերն անում են, դուք ինչպես եք գնահատում կանխատեսում ձեր խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը։ Իրականում մենք շատ լավատես ենք, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության մեր հայերի մեծամասնությունը ամեն դեպքում կընտրի Եվրոպայի ուղին, զարգացած երկրների ուղին, եթե մարդիկ իրականում ձգտում են ավելին եվրոպական մակարդակի կյանքի, եվրոպական մակարդակի կրթության, գիտության, բժշկության, իհարկե, եթե ձգտում են դրան, պիտի ընտրեն եվրոպականը։ Եվրոպայի ամեն լավագույնը լավը կարելի է վերցնել, կիրառել մեր երկրում եւ ապրել այդ մակարդակներին, այդ ստանդարտներին համապատասխան։ Տիկին Կարապետյան, տեսեք, քաղաքական գործընթացը այս նախընտրական այնպես զարգացավ, որ հիմնական պայքարը գործող իշխանությունների եւ նախկին իշխանության, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի միջև է եւ ռետորաբանությունը շատ լարված իրավիճակ է ստեղծում։ Դուք տեսնում եք այս ամենը հաշվի առնելով քաղաքացիական պատերազմի վտանգ, այդպիսի հեռանկար տեսնում եք։ Իրականում ոչ, ասում եմ, բայց մենք չենք կարծում, մեր կուսակցությունը կոնկրետ կարծում է, որ այդպես չի լինի։ Այդ պայքարը կլինի, կթեժանա ու կանցնի ինքնուրույն իրենք իրենց մեջ։ Կլիցքաթափվի այս իրավիճակը։ Շարունակություն չի լինի։ Ենթադրենք ընտրության արդյունքներով ձեր քաղաքական ուժը մուտք է գործել խորհրդարան։ Կան ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցությունը, օրինակ կոալիցիաներ կազմել։ Այս պահի դրությամբ մենք Հայաստանում մինչև հիմա բոլոր կուսակցությունները, ովքեր նախորդ
իրենց ներկայացրել են իրենց ընտրական ծրագիրը, հա։ Մինչև հիմա բոլոր կուսակցությունները ամեն տարի, ամեն անգամ մեր ընտրություններն այդպես է եղել, ծրագիրը ներկայացնելուց հետո, երբ անցել են խորհրդարան, կտրուկ փոփոխվել է եւ ծրագրի դրույթները եւ իրենց իրագործելի ժամանակները եւ ինչ են արել։ Այսինքն մենք կարծում ենք, որ խորհրդարան անցնելուց հետո նոր եւ մի քանի ամսվա ընթացքում պարզ կերևա ով էր կազմակերպված ընդդիմություն, ով էր իրոք ընդդիմություն, ինչ ուժեր են, ինչ գաղափար են հետապնդում հենց կոնկրետ խորհրդարան անցնելուց հետո։ Այդ ժամանակ նոր կկայացվի որոշում միանալ ինչ-որ ուժի, թե ոչ։ Շատ լավ, դիտարկենք մի իրավիճակ, երբ դուք իշխանության եք։ Առաջի գործողություն, առաջին բանը, որ կանեք Հայաստանում, կոնկրետ ձեր անձը չեմ ասում, այլ ձեր քաղաքական ուժը, որը կանեք։ Ասեմ ձեզ, երեք մենք Գյումրիում էինք, չէ, գյումրեցիների առաջի պահանջը, որ Գյումրին իհարկե լքված է բացարձակ եւ էլ չասեմ, որ туриզմի առումով բացարձակ ոչ մի մուտք չի լինում Գյումրին չի զարգանում, բացարձակ կանգնած է մի տեղում լճացած ու պարոն Խզմալյանը առաջինը, որ ասեց, խորհրդարանը տեղափոխելու ենք Գյումրի։ Առնվազն 15 տարի խորհրդարանը գործելու է Գյումրիում, որը թույլ կտա իհարկե Գյումրիին որոշակի չափով շարժը մեծանա եւ Գյումրին մի քիչ գոնե առաջ զարգանա, էլի։ Շատ լավ, խնդրում հակերճ ասեք, ինչու է պետք է ընտրել Հայաստանի եվրոպական կուսակցությանը։ Տվյալ պահին բոլոր մարդիկ երբ ձգտում են լավագույնին, մեկնում են Եվրոպա, ձգտում են լավագույն կրթություն ունենալ իրենց երեխաներին, ուղարկում են Եվրոպա սովորելու, ծնողները, մեծահասակները կամ աստված չարաս թե հիվանդ ունեցողները իհարկե տանում են եվրոպական երկրներում բուժելու, պիտի ընտրեն եվրոպական կուսակցությունը, քանի որ մենք առաջարկում ենք կոնկրետ գործողություններ անել, որպեսզի եվրոպական մակարդակը բերենք Հայաստան։ Հեշտ չի լինելու, բայց դա իրագործելի է միանշանակ, որպեսզի նույն ստանդարտների կյանքը մեզ մոտ լինի։ Մեր թոշակառուները ստանան եվրոպական ստանդարտի թոշակ։ Կրթությունը իհարկե ամենակարևորն է, մատաղ սերունդը կրթվում է եւ դառնում է հաջորդ մեր իշխանություն, կառավարություն եւ այլն։ Եթե նրանք չլինեն կիրթ, գրագետ, եվրոպական մակարդակի բարձր որակյալ կրթություն ստացած չլինեն, մենք մեր ապագան էլի ոնց որ վտանգված է լինում։ Դրա համար եվրոպական մակարդակի կյանքի ձգտելու համար իհարկե պետք է ընտրեն եվրոպական կուսակցությունը։ Արդից օգտվելով կարող եք ձեր ընտրողներին, քաղաքացիներին ինչ-որ կոչով ուղեցով դիմել։ Սիրելի հայրենակիցներ, ես կասեմ, եթե ձգտում եք լավ որակյալ կյանքի, ընտրեք Հայաստանի եվրոպական կուսակցությունը, քանի որ մեր կուսակցությունը բացարձակ գաղափարի շուրջ պայքարող մարդկանցով է, մարդկանցից է կազմված։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան։ Ես հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցում ենք Հայաստանի եվրոպական կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Մարգանուշ Կարապետյանի հետ։ Հայաստանի եվրոպական կուսակցությունը ղեկավարում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Լավ եղեք։